Զրուցում եմ հասարակական քաղաքական գործիչ Գյումրիից Կարապետ Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Ուզում եմ մի քանի կարևոր հարցերի անդրադառնալ եւ այն ահազանգին, որ քիչ առաջ դուք նաեւ հնչեցրել էիք ձեր ֆեյսբուքյան գրառմամբ։ Մինչ դրանք անդրադառնալը, նախ հետեւյալի մասին։ Ազգային անվտանգության ծառայությունը փաստորեն հոգեվորականների վրա ճնշում է գործադրում, որ իրենց համար ցանկալի պատարակը մատուցվի եւ խորանից չհնչի վեհափառի անունը, այսինքն հստակ կանոնակարգից շեղման հետ մենք գործ ունենք։ Իդեպ Փաշինյանը երեք լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ այո, իր հրահանգն է կատարում ԱԱԾ-ն։ Նախ ձեր կարծիքով մենք այս ինչի հետ գործ ունենք, փաստորեն ուժայինները ուղղակիորեն խառնվում են մեր մայրաթորի, մեր եկեղեցու գործերին։ Ձեր դիտարկումը այս առումով։ Այո, ճիշտ եք ասում, ցավոք սերդի ԱԱԾ-ն արդեն վաղուց տարել է ԱԱԾ, այսինքն Նիկոլի անվտանգության կամ ծառայություն, ու շատ վատ է, որ այս վիճակում երկիրը երբ որ բոլոր կողմերից տարբեր ձևերով հարձակումների տակ է, 4 կողմը լրտեսներ եւ այլն, ու ԱԱԾ-ն այսօր զբաղված է քահանաներին ճնշելով։ Սա նույն կրկնությունն է, ինչ որ ստալինյան բռնաճնշումների ժամանակ տեղի ունենում Հայաստանում, այսինքն պետական ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են մեկ բանի համար, որպեսզի քանդեն, քայքայեն, պառակտեն եկեղեցին։ Եվ իրոք, չգիտեմ, իրականում արդեն բառերը չկան, էլի, որ փորձենք այդ բառերով գնահատել։ Հաստատի սա մոնղոլ թաթարական արշավանքների նման մի բան է, երբ որ քոչվոր առաջնորդը ինք ուղղակի չի հարգում տեղի բնակչության իրավունքները, չի հարգում մարդկանց նուրբ զգացմունքները, մեր կրոնը եւ գալիս է հերթական անգամ մեզ վիրավորելու։ Ես այլ կերպ չեմ կարող ասել, սա հերթական անգամ վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայ հավատավոր ժողովրդի։ Փաշինյանը հրահանգում էր ԱԱԾ-ին սատանաներ փնտրել քաղաքում, հիշում եք, հիմա էլ սատանաներ է փորձում գտնել եկեղեցում, որպեսզի վեհափառի անունը զեղչեն։ Այս ցավալի իրողության առաջ են կանգնած փաստորեն, եւ դրա ականատեսը մենք հիմա կլինենք, ոնց հասկանում եմ, նաեւ Գյումրիում։ Պարոն Պողոսյան, ինչ կասեք։ Դա բնականաբար, բայց շեշտով նաև մի շատ կարևոր բան եմ ես ուզում շեշտադրել, որ Գյումրիում կան մի քանի եկեղեցիներ, տասնյակ քահանաներ, եւ նրանցից որևէ մեկը չգնաց, չընկերկեց այդ բռնաճնշումներին եւ այսօր ստիպված իրանք դրսից են ինչ-որ մեկին բերելու, ով պետք է գա այստեղ չագեշտավոր պատարակ մատուցել։ Այսինքն սա արդեն Նիկոլ Փաշինյանի պարտավորվածության մասին է խոսում, սա մեր հայ առաքելական եկեղեցու միասնության մասին է խոսում եւ ես կարծում եմ, որ ժողովուրդը այլևս տարբերակ չունի եւ պետք է հնարավորինս համախմբվի եկեղեցու շուրջ եւ հայ ազատագրման պայքարի այս փուլում միմիայն եկեղեցին է, որ ունակ կլինի մեզ առաջնորդելու եւ առաջ տանելու իր միասնությամբ եւ վեհապառի պարենությամբ։ Այո, օգտվելով ձեր եթերից ես ուզում եմ խնդրել վեհապառից, իսկապես ուզում եմ խնդրել, որպեսզի նորին Սուրբ Օծությունը նախատեսվող դեկտեմբերի 10-ից 12-ը անցկացվող եպիսկոպոսատ ժողովի ժամանակ այն 10 տիրատավին անպայման հեռացնի, որովհետև մի բան է, երբ զինվորն է դավաճանում, մի բան է, երբ գեներալն է դավաճանում, ու մենք գիտենք պատերազմի ժամանակ ինչպիսի բացասական, ինչպիսի վատ անդրադարձ է ունենում գեներալների դավաճանություն, եթե եպիսկոպոսների դավաճանություն, դա ամենացավալու եւ ամենաստոր քայլն էր, որ իրականացած մեր եկեղեցու շուրջ։ Հետևաբար ես ուղղակի խնդրում եմ վեհապառին, որպեսզի դրանցից ազատվի մաքրի եկեղեցին, ինչի արդյունքում վստահ եմ մեր հայ առաքելական եկեղեցին շատ ավելի հզոր կդառնա, շատ ավելի միասնական եւ ուժեղ կլինի։
Պարոն Պողոսյան, բայց հետաքրքիր է, որ մեր եկեղեցին եւ մեր վեհափառը մասնավորաբար միշտ այսպես ներողամիտ է եղել, ներողամտության դիրքերից է հանդես եկել եւ հիմա դուք ճիշտ եք ասում, ձեր կոչը շատ տեղին է, կա այն մոտեցումը, որ հնարավոր է նորից այդ ներողամտությունը վեհափառը օգտագործի, փորձելով հետ բերել, այսպես ասած, հա, սխալ ճանապարհի վրա կանգնած սրբազաններին։ Գիտեք, ես երբեք ինձ թույլ չեմ տա վեհափառին քննարկել, քննադատել կամ չգիտեմ խորհուրդ տալ, ես միայն խնդրում եմ որպես հայ հավատավոր մարդ ես ուղղակի խնդրում եմ թե ինչպիսի որոշում կկայացնի վեհափառը միանշանակ արդեն ինքը գիտի եւ հաստատ ինձանից լավ գիտի Հետևաբար սա զուտ խնդրանք է չնայած վստահ որ այսօր հայ ազգաբնակչության մեծ մասը իսկապես այդ ցանկությունը ունի որպեսզի 10 տիրադավերը բարդադիշ կարգալուց լինեն։ Այո, հասարակական կարծիք կա, պահանջը կա, որ պետք է իրենք ուղղակի ասենք Կճոյան, Նավասարդ Կճոյանը, այնտեղ ցավով պիտի ասեմ Արցախի թեմի առաջնորդը, այնտեղ կա Վազգեն Միրզախանյան, ինչ որ այդ մարդիկ պետք է Գևորգ Սրբազան։ Իմ ունեցած տեղեկություններով հենց Վազգեն Միրզախանյանն է հայացքի պետությամբ Սուրբ յոթվերքում այսպես ասած պատարակ մատուցելու չնայած ես դա պատարակ չեմ համարում որովհետև եթե ախտվում է նվիրապետության կարգը հետևաբար դա չի կարող այլևս լինել պատարակ։ Հետաքրքիր բան ասացիք, պարոն Պողոսյան, ես ավելացնեմ, որ ով է Վազգեն Միրզախանյանը, Էստոնիայի թեմի, հա, հովվապետն է, եւ ինքը հայտնի է դեռ 90-ական թվականներից, նրա մասին մամուլն էր գրել, ասվում էր, որ նա աղանդավորների հետ ուղղակիորեն համագործակցող մարդ է, իրեն 90-ականների նշանակել էին աղանդավորների քայքայիչ աղանդի դեմ պայքարելու համար, բայց պարզվում էր, որ հենց ներսից առաջի ձեռքից ինֆորմացիա տվող է եղել հենց աղանդավորներին, այնպես որ հենց այնպես մեկ աղանդավորը ինքն է եղել։ Այո, որովհետև աշխատել է աղանդավորների հետ իբր լինելով եպիսկոպոս, այսինքն այս կարգի մարդիկ ջրի երես են դուրս եկել եւ ձեր պահանջը կարծում եմ միանշանակ տեղին է, նրանց պետք է կարգալույծ անել։ Դառնալով կրկին Գյումրիում տեղի ունեցածին, փառք ու պատիվ Գյումրիի բոլոր հոգևորականներին պետք է ասել, որ իրենք հրաժարվեցին փաստորեն եւ հիմա դուք ահազանգ եք հնչեցրել, որ Սուրբ յոթվերք եկեղեցում Կիրակի օրը կմատուցվի ԱԱԾ-ի աշխատակիցների օգնությամբ բերված մեկը, սա հենց այդ Վազգեն Միրզախանյան կոչվածի մասին է խոսքը, ես ճիշտ հասկացա։ Նախնական տեղեկություններով այո, ինքն է մատուցելու, բայց կրկնում եմ, նախնական են այդ տեղեկությունները, համենայն դեպս ես վստահ եմ, որ ոչ մի իրեն հարգող հոգևորական չի գա եւ սրբապղծությանը չի մասնակցի, առավել ևս մեր մարզի հոգևորականները չեն մասնակցելու Հետևաբար բնականաբար երթական աղանդավորն է լինելու եւ երթական այսպես ձևական ինչ-որ պատարակ են մատուցելու բայց վստահ եմ ու համապայման դուք երևի կտեսնեք Գյումրու Վարդանանց հրապարակում հաստատ այդ օրը շատ բարձր կհնչի ամեն հայոց սրտից փխած հա այդ շարականը որը նվիրված է ամենայն հայոց կաթողիկոսին այսինքն միևնույն է ինքը ուր էլ գնա քանի շերտահացականներ էլ կանգնեցնի միևնույն է իր ականջին անընդհատ հնչելու է վեհապառի անունը դուք ձեր գրած միևնույն է տեսեք ինչ եմ սա ես հասնում որովհետև սատանան միշտ վախենում է խաչից եւ այս դեպքում խաչը մշտապես կլինի նրա առջև Ձեր գրած Facebook-յան գրառման մեջ դուք ասել եք, որ սա կլինի Գյումրիի ամենախայտառակ պատարակը, որը ամբողջությամբ կանցկացվի ուժայինների զորբայության արդյունքում։ Ոչ միայն Գյումրիում, Հայաստանում սա կլինի ամենախայտառակ պատարակը, ես վստահ եմ, որովհետև այդ մյուս տեղերում ինչ որտեղ, չգիտեմ, տեղի հոգևորականներն էին կարգալույց կամ հետագայում կարգալույց դարձած եւ այլն, սա ուղղակի եկեղեցու բռնազավթում է։ Սա տաճարի բռնազավթում է, տաճարի գրավում է։ Եվ տեսեք,
Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե օրինակ գյումրեցիները կանգնեն եւ թույլ չտան տաճար մտնել, ինքը վստահաբար կհրամայի հերթիրակոծել այդ տաճարը։ Այսինքն կան է ադում մեզ, մեր ժողովրդին, մեր երկիրը, մեր եկեղեցին, որ ինքը պատրաստ է ամեն կերպ ավիրելու նաեւ։ Հետևաբար հիմա թող մտնի դուրս կա, վստահ եմ հետո արդեն բարեպաշտպանները կմտնեն, նորից կօգնեն եկեղեցին, ինքը պարզված կհեռանա Գյումրիից, վստահ եմ հալածոտ չամպես, իսկ Գյումրի 7 վերջը մշտապես իր այսպես փառավոր դիրքից կողոջնի քաղաք մտած բոլոր հյուրերին։ Այո, Գյումրին միշտ եղել է հավատավոր, գյումրեցիները միշտ եկեղեցու կողքին են եղել անգամ խորհրդային, հա, այդ դժվար տարիներին։ Ես վստահ եմ, մենք այս անգամ էլ մեր գյումրեցիները պատվով եւ թասիբով, իրենց բնորոշ թասիբով կհաղթահարեն այս հոգեվոր արշավը եկեղեցու դեմ։ Ես ուզում եմ մեր հարցազրույցը ավարտել հետեւյալով. քիչ առաջ կալանավորվեց 2 ամսով կալանավորվեց Արշակ Սրբազանը։ Մեր սկզբունքային հայրենասեր հոգևորականներից մեկն է Արշակ Սրբազանը, որը վերջերս իր ասուլիսում բաց տեքստով ասաց, որ իր վրա աշխատել են, իրեն հրավիրել են ԱԱԾ-ն է փորձել իր հետ ինչ-որ գործողություններ անել, բայց ինքը ի տարբերություն այն 9 թե 10 այդ եկեղեցին այո, եկեղեցու դեմ գնացած սրբազանների ինքը մնացել է կայուն մինչև վերջ վեհափարի կողքին, իր եկեղեցու կողքին եւ ահա խնդրեմ նրան նախ վարկաբեկել փորձեցին, ինչ որ տեսանյութեր տարածելով, կեղծ տեսանյութեր, այսօր էլ հերթական կեղծ մի ինչ որ շինծ ու գործն են սարքում իդեպ Գյումրեցի Կարեն, դուք ինձ երևի կհիշեցնեք ազգանունը, ով 2018-ին մասնակցում էր նոր Հայաստան նոր հերթական պիղձեր են, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ ադում են, իսկապես ադում են այս երկիրը եւ այս ժողովրդին։ Իսկ այն ինչ վերաբերում է Արշակ Սրբազանի կալանավորմանը, ես կարծում եմ, որ դրանով իրենք որևէ կերպ չեն կարողանալու Սրբազանին ճնշել, առավել ևս որ մեր եկեղեցու հոգևոր հայրերը իրենք մշտապես պատրաստ են եղել ամեն տեսակի դժվարություններ կրելու, ամեն տեսակի չարչարանքներով անցնելու եւ այս ամեն ինչի մեջ վստահ եմ թե Արշակ Սրբազանը ինքը ավելի հզորացած, ինքը ավելի բարձրացած դուրս կգա։ Սա ժամանակավոր երևույթ է, նույնիսկ այսօր չգիտեմ, դարձել է նաև պարտադիր պայման, որ բոլոր հայ մարդիկ պետք է ինչ-որ ժամանակահատված բանդում անցկացնեն։ Ես որ Արշակ Սրբազանին եւ մեր մյուս 3 սրբազաններին ես միայն ցանկանում եմ եւ Կիրակի օրն անպայման կաղոթեմ մոմկվարեմ, որովհետեւ իրենց առողջությունը ոչ մի կերպ չտուժի։ Պողոսյան, բայց մեկ հարց եւս, եթե կարելի է, եթե լիներ պայքար, բավարար պայքար ընդդիմադիր դաշտից մեր ժողովրդի համախմբման ընդդիմության շուրջ, չեք կարծում, որ այսօր այդ կալանավորումները չեն լինի, բանդում կալանավորված չէր լինի Բաքրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մանուկ Սրբազանը, Արշակ Սրբազանը եւ ի վերջո սա հասնելու է մինչեւ վեհափար, սա իրենց ծրագիրն է։ Չեք կարծում որ բավարար պայքար է պետք այս ամենը կանխելու համար։ Ես անկեղծ ասած չեմ կարող ասել բավարար պայքար, դուք ինչ նկատի ունեք։ Նաեւ փողոցում ընդդիմությունը ակտիվ, համագործակցած ամբողջությամբ ժողովրդի հետ միասին ընդվզում է պետք, չէ՞։ Ընդվզում է չկա։ Կարծում եմ ժամանակին կգա ժամանակը եւ այդ ամեն ինչը կլինի։ Իսկ պայքարի հետ պայմանավորված մի բան կասեմ, եթե պայքար չլիներ, օրինակ սրբազանները չէին լինի բանդերում։ Եթե պայքար չլիներ, չէին լինի այսքան շատ քաղաքական բանդարգալներ։ Այո, իրականում ես էլ շատ կուզենայի, չափազանց շատ կուզենայի, որ այս ամեն ինչը չլիներ։ Դերևս 18-ին սրանք չլինեին։ Շատ կուզենայի, որ 20 թվականին ավարտվեր այս ամեն ինչը։ Այսինքն, բայց բոլոր դեպքերում ցավոք սրտի պայմանավորված թե ներքին եւ թե արտաքին շատ գոզովներով
մենք հասանք այնպիսի մի իրավիճակի, որ ծանր կորուստները մեկը մյուսին հաջորդեցին եւ այդ ամեն ինչը նաև բերեց այնպիսի մի իրավիճակի, որ հասարակությունը ուղղակի փակվեց։ Այ եկեղեցին ինքը հնարավորություն ունի բոլորին նորից համախմբելու հանուն ազգայինի եւ ես կարծում եմ, որ կոնե այս պահին արդեն շատ տեսանելի է, որ իսկապես դա ստացվում է։ Չնայած մեր նորին սուրբ օգնությունը որևէ հայտարարություն չի տարածել այդ ուղղությամբ, մեր սրբազանները որևէ կողոսուսկալու գործողության մասին կոչեր չեն արել, բայց միևնույն է հասարակությունը ամեն կերպ համախմբվում է եկեղեցու շուրջով, դա իմ համար շատ լավատեսական է։ Շնորհակալ եմ պարոն Պողոսյան մեկնաբանության համար։ Վերհիշեցնեմ, որ ես հեռավար կապով զրուցում էի հեռախոսազանգի միջոցով զրուցում էի քաղաքական հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։